Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի Ռաֆահի շրջանում ցամաքային գործողություններ է սկսում, պատճառաբանելով, որ նպատակը անվտանգության գոտին ընդլայնելն է։ Գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակն արդեն վերացրել է պաղեստինյան Համաս շարժման տարբեր ենթակառուցվածքներ։ Թուրքական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու համար։ Այն սկսվել է Սևծովյան Տրապիզոնի նահանգից։ Մենք սկսում ենք ստորագրահավաք նախագահի մեր թեկնածու քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատարձակման եւ ընտրության անցկացման պահանջով, հայտարարել է Ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օգյուր Օզելը։ Իմամօղլուն Էրդողանին կոչ է արել իր դատավարությունն անցկացնել ուղիղ եթերում։ Ես Իմամօղլուից պատմական մարտահրավեր եմ փոխանցում Էրդողանին։ Էրդողան, եթե այդքան համարձակություն ունես, TRT-ով հեռարձակիր Իմամօղլուի դեմ քո կազմակերպած դավադիր գործը, ասել է ընդդիմադիր Ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելը, փոխանցելով ձերբակալված քաղաքապետի խոսքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկին աշխատանքից հեռացնել սիգնալ հավելվածի աշխատանքային բարձրաստիճան չաթի վերաբերյալ սկանդալի պատճառով։ Լուրեր էին տարածվել, որ ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայք Ուոլցը սխալմամբ լրագրողի է ավելացրել Թրամփի վարչակազմի բարձրաստիճան անդամների մասնակցությամբ սիգնալ հավելվածի խմբային չաթում, որում քննարկվում էր Եմենում հուսիներին հարվածներ հասցնելու ծրագրերը։ Ես մարդկանց աշխատանքից չեմ հեռացնում կեղծ լուրերի եւ վհուկների որսի պատճառով, ասել է Թրամփը, ամբողջ հարցազրույցի ընթացքում այս պատմությունն անվանելով կեղծ լուրեր։ ԱՄՆ Կանզաս նահանգում սև պատարակ կազմակերպելու սատանիստների փորձը քրիստոնյաների հետ ծեծկռտուքով է ավարտվել։ Իրենց սատանիստներ կոչվող փոքր խմբի ղեկավարը եւ եւս 3 անձ ձերբակալվել են։ Դրսում տեղի ունեցած սատանայական գրոտո ցույցը գրավել է հարյուրավոր քրիստոնյա ցուցարարների։ Մոտ 100 քրիստոնյա կանգնած են եղել սատանայական գրոտոն շրջապատող դեղին ոստիկանական ժապավենի առջև։ Երկու խմբերը բղավել են միմյանց վրա։ Քրիստոնյաները սատանիստներին կոչ են արել ընդունել Հիսուսին։